Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական թիմը և կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները մայիսի 9-ի առավոտյան հաղթանակ զբոսայգում են երթ դեպի անմար կրակ, հարգանքի տուրք մատուցելու հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Մենք այսօր ոչ Շուշիի հաղթանակի օր ենք նշում և ոչ էլ կարող ենք Արցախ այցելել։ Այսօրը մենք ամեն դեպքում պետք է հիշենք մեր հերոսներին և եթե ունենք պարտություններ, ապա պետք է ունենանք նաև վերածնունդ, պետք է ունենանք նաև հաղթանակ և անցյալը մոռանալը և անցյալը ուրանալը շատ վատ ճանապարհ է և այս առումով մենք իրավունք չունենք չհիշելու մեր նախնիների անցած ուղին։ Այսօրվա իշխանությունը ուրանում են նաև ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը մեծ հաշվով։ Պատմական հիշողության կորուստն ու պատմության խմբագրման փորձերը գործիչները համարում են ամենամեծ սպառնալիքները պետականության համար։ Ըստ նրանց այսօրվա քաղաքական օրակարգը միտված է քողարկելու հայ ժողովրդի հաղթանակած էջերը։ Հայ ժողովուրդը ունեցել է 600,000 մասնակից, տվել է բազմաթիվ սպաներ, գեներալներ, մարշալներ։ Ես գտնում եմ, որ ամեն հայ մարդու ընտանիքի կողքին միջով և անմիջականորեն այս հաղթանակը անցել է։ Իմ պապիկն է մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ Ես այս տոնը միշտ շատ լուսավոր եմ հիշում, որովհետև հիշում եմ այն տարիները, որ ընտանիքում ինչպես էր նշվում և նաև թե հայ ժողովուրդը ինչպես էր այս տոնը նշում։ Ուզում եմ, որ կարողանանք այնքան խոհեմություն ունենանք, այնքան կարողանանք պահպանել մեր հիշողությունները, որ փոխանցենք մեր սերունդներին այս հաղթանակը, որովհետև սա հաղթանակ էր ֆաշիզմի դեմ, որտեղ հայ ժողովրդի դերը անուրանալի է և շատ մեծ։ Մայիսյան տոների խորհուրդը զուգակցվում է նաև քաղաքական գործընթացներին։ Թիմը վստահեցնում է, իրենց նպատակը ոչ թե անձնական վիրավորանքների դաշտում պայքարելն է, այլ երկիրը ստեղծված ճգնաժամից հանելու ծրագրեր ներկայացնելը։ Մենք պետք է մեր ժողովրդին ներկայացնենք մեր ծրագիրը, առաջարկ Հայաստանին ծրագիրը, մենք պետք է խոսենք ժողովրդի հետ այն թեզերի, այն խնդիրների մասին, ինչը այսօր հուզում է ժողովրդին, իսկ թիրախավորելը մենք դա տեսնում ենք, բոլորդ եք տեսնում և երեկ կուսակցության ղեկավարի կողմից էլ հստակ դրված էր, որ վիրավորանքների դաշտ չմտնել, որովհետև մենք տեսնում ենք, սա ոչ թե քարոզ արշավ է, այլ ինչ-որ մի հատ, չգիտեմ, անձնական վիրավորանքների վերածված ինչ-որ մի տեղատարափ է, բայց ես կարծում եմ, որ այսօր հայ մարդը, պատերազմ տեսած հայ մարդը, Արցախ կորցրած հայ մարդը, 120,000 այստեղ հայրենակից առանց տուն ու տեղ ունեցող հայ մարդը, դա չէ, որ պետք է լսի։ Մայիսի 9-ի եռատոնի խորհուրդը պահպանել է պետք, իսկ կորուստները վերլուծել, որպեսզի հաջորդ սերունդներին փոխանցվի ոչ թե պարտվողի, այլ տեր կանգնողի գաղափարը։ Ալինա Սահակյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։